Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է։ Այսօրվա վիդեոն պատրաստել եմ նրանց համար, ովքեր բիզնես աշխարհում են կամ միգուցե առաջի անգամ են որոշել, որ սկսեն իրենց անձնական բիզնեսը։ Բիզնես սկսելու համար կան շատ մտքեր, կան շատ ոլորտներ, բայց ամենակարևոր բանը ոչ թե բիզնես սկսելն է, այլ բիզնես աշխատացնելը։ Եվ այսօր ուզում եմ խոսալ 3 կարևոր բաների մասին, որ եթե բիզնես ես արդեն սկսել կամ սկսելու, որ անպայման ուշադրություն դարձնես, որ քո բիզնեսը աճի, որտեվ ստատիստիկան ցույց է տալի, որ բիզնեսների մոտ 80%-ը առաջի 2 տարում ձախողվում են։ Ընդամենը 20%-ից ավելն է, որ կարողանում են դիմադրել այդ growing stage-ը, այդ աճելու սկզբնական պահը, եւ եթե 2 տարի կարողանաս դիմանալ որևէ բիզնեսի մեջ, հավանականությունը մեծ է, որ դու արդեն կհաջողվես։ Բայց ինչ է պահանջվում, որպեսզի կարողանաս բիզնեսը ճիշտ աշխատացնել։ Սա մի բան է, որ շատ անգամներ ինձ մարդիկ զանգում են տարբեր բիզնեսներից եւ փորձում են կիսվել իրենց հետ, եւ ես շատ անգամ եմ լսում, որ արդեն բիզնեսը 2-3 տարի է, բայց այսպես մի տեսակ մի level-ի վրա է մնացել, չի աճում բիզնեսը եւ ունենում ենք շատ դժվարություններ, ամեն տարի մեր եկամուտը փոփոխական է, շատ անգամ հազիվ են հասցնում փակել իրենց ծախսերը, ինչն է խնդիրը։ Եվ ես ուզում եմ նշել 3 հատ կետ, որ յուրաքանչյուր բիզնեսում որևէ մեկը ինչ ոլորտի մեջ էլ որ բիզնես է սկսել, եթե այս 3 կետերը հետևի, անպայման կտեսնի մեծ փոփոխություն։ Իհարկե շատ այդեաներ կա, բայց այսօր կենտրոնացել եմ այս 3 մտքի վրա։ Եվ այսպիսով, եթե դու սկսել ես բիզնես կամ պատրաստվում ես սկսես բիզնես, անպայման ուշադրություն դարձրա այս 3 կետերի վրա։ Անձամբ այս 3 բաները իմ բիզնեսում ինձ շատ է օգնել եւ ամենակարևոր բանը ոչ թե միայն օգտագործել այս 3 մտքերը, այլ այն պահպանել, որովհետեւ ինչ լավ միտք էլ որ ունես բիզնեսի մեջ, աշխատում է, եթե երկարաժամկետ ես օգտագործում այն։ Ուրեմն առաջինը որն է դա։ Առաջինը յուրաքանչյուր մարդու հետ կամ մանավանդ պոտենցիալ կլայենտի հետ, հաճախորդի հետ, երբ որ զրուցում ես կամ ինքը որևէ սերվիս կամ product է քեզանից գնում, շատ կարևոր բան է, որ նրանց ասես՝ մի բան եմ ուզում խնդրել ձեզ, կարող եք հետևել իմ social media page-ին, մանավանդ Instagram-ին։ Դա շատ կարևոր է, ինչու՞։ Որովհետև եթե նրանք հետևում են քո Instagram-ին եւ դու ակտիվ ես Instagram-ում, ուզեն թե չուզեն շաբաթը մի քանի անգամ տեսնելու են, թե ինչ է կատարվում քո բիզնեսում կամ ինչ սերվիսներ ես դու մատուցում եւ ինչ նորություններ կա։ Դա առաջինը, անպայման ասեք, որ հետևեն։ Ես յուրաքանչյուր հաճախորդին օգնելուց մանան վերջի 3-4 տարիները միշտ ինձ հարցնում են՝ «Մայիս, ինչով շնորհակալություն հայտնենք», եւ ես առաջի բան ասում եմ՝ եթե կարող ես, անպայման հետևիր իմ page-ը, իմ Instagram page-ը, իհարկե YouTube-ն էլ առիթից օգտվեմ, եթե առաջի անգամ ես լսում, անպայման խնդրում եմ subscribe արա, հետևիր իմ YouTube-յան ալիքին եւ իմ Instagram-յան ալիքին։ Դա առաջինը։ Երկրորդ բանը, որ շատ կարևոր է անել, հասկանալ այս շախմատային մտածելակերպը բիզնեսում, որն է դա։ Եթե օրինակի համար վերցնենք իմ բիզնեսը, ես insurance եւ real estate-ի մեջ եմ։ Ես միշտ մտածում եմ այս ինդուստրիայի մեջ ինչ բիզնեսներն են, որ իրար հետ կապ ունեն, իրար հետ կապված են։ Օրինակ insurance բիզնեսի հետ շատ կապված բիզնեսներ են, որ իրար հետ միշտ կարող է այսպես հայերենով ասած, չէ, պաստանք իրար կլայենտներ կամ իրար հաճախորդներ ուղարկենք, օրինակի համար CPA-ները, tax անողները։ Ինչու՞, որովհետև ամեն անգամ, երբ որ կլայենտները գնում են tax անողի մոտ, ամեն տարի tax անողը ոչ թե հաշվում է միայն իրենց ֆինանսական եկամուտները, միևնույն ժամանակ այնտեղ հարցնում է mandatory, անպայման հարցնում են՝ դու ունես health insurance։ Ինչու՞, որտեվ այդտեղ ֆորմ կա եւ այդ ժամանակ tax անողները ինձի գիտեն, զանգում են՝ «Մայիս, այս հաճախորդի tax-ի այս ֆորմն է պետք» եւ ես իրանց ուղարկում եմ։ Նույնը ես եմ օգտակար լինում իմ հաճախորդներին, եթե նրանք որևէ ձև չունեն tax անող CPA եւ կամ ունեն ուրախ չենք, ուղարկում եմ իմ ծանոթ եւ վստահելի source-երին։ Դա մեկ։ Կամ երկրորդը, օրինակի համար real estate business-ից մեջ ես միշտ connection-ներ ունեմ լավ lawyer-ների հետ եւ լավ escrow officer-ների հետ, ինչու, որովհետեւ ամեն դիլը փակելուց
ինձ պետք է գալի լավ escrow, որը կարողանա իմ transaction-ը փակի։ Ինչու lawyer-ներ, որտեվ շատ անգամներ, օրինակ lawyer-ներ կան, որոնք ընտանեկան lawyer-ներ են եւ երբ որ ընտանիքները խնդիր են ունում, մանավանդ բաժանումների դեպքում, շատ անգամ այս ընտանիքները ուզում են ծախել իրենց տունը եւ առաջինը զանգում են օրինակի համար ինձ lawyer զանգում է, ասում եմ այս ընտանիքը որոշել է տունը ծախի եւ այդտեղ ինձ real estate transaction է գալի։ Այսինքն մենք նորից exchange ենք անում բիզնեսը։ Հիմա վերցնենք օրինակի համար դու մեխանիկ ես, բացել ես auto mechanic, ում հետ կարող ես այդ connection-ը կապել։ Դու կարող ես դիլերների հետ կապել այդ connection-ը, որ իրենց ավտոները փչանա գան քո մոտ, դու վերանորոգես, կամ կարող ես բարի շապերի հետ աշխատել, insurance company-ների հետ աշխատել, ինչու որտեվ insurance company-ները ունենում են լիքը claim-ներ եւ նրանք միանգամից ուզում են ուղարկեն այնպիսի մեխանիկի մոտ, որ կարողանա ավտոմեքենան վերանորոգել transaction-ը ավարտելուց հետո։ Այսինքն երկրորդ idea-ն մտածիր քո բիզնեսի մեջ 2, 3, 4 connection-ներ, որ անմիջական կապ ունեն քո բիզնեսի հետ եւ իրենց հետ exchange արա քո բիզնեսը եւ քո client-ները։ Դա երկրորդը։ Եվ երրորդ ամենակարևոր բանը, ինչ էլ որ անես, ամենակարևոր բաներից մեկը սա է՝ follow up, հետևողական եղիր բոլոր քո քոնտակտների հետ։ Թե կլինի հետևես իրենց տարեդարձը հիշելով, տարվա ընթացքում ունենք տարբեր տոներ իրենց շնորհակալություն հայտնելով, թեքստ անելով, շնորհավորելով եւ անպայման տարեկան հետևողություններ անելով։ Օրինակի համար իմ insurance բիզնեսի մեջ կոչվում է annual review, տարեկան review անել։ Ես շատ անգամ հաճախորդներին զանգում եմ եւ ասում եմ, գիտես, մի տարի անցել է, եկեք վերանայենք ձեր ֆինանսական իրավիճակը, ինչեր է փոխվել, ինչեր կարող ենք ավելացնել կամ պակասացնել եւ այսպես կոնտակտի մեջ եմ լինում միշտ client-ների հետ։ Իհարկե այս stage-ում ինձ համար արդեն շատ դժվար է բոլորի հետ կոնտակտի մեջ ընկնել, որտեվ ես 3400-ից ավել հաճախորդ ունեմ, բայց այս ֆորմուլան միշտ պահպանում եմ հնարավորությունս չափով։ Հիմա հուսամ այս 3 կետերը քեզ օգտակար կլինի։ Իսկ եթե խորհրդի կարիք ունես, նոր ես սկսել բիզնեսը կամ բիզնեսդ չես կարողանում next level-ի տանել, անպայման կապնվիր ինձ հետ եւ ես քեզ ավելի շատ այդեաներ կտամ լսելով քո բիզնեսի եւ քո մասին եւ կփորձեմ իմ խորհուրդներով օգտակար լինել։ Հուսամ այս մի փոքր կարճ վիդեոն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր բիզնես են աշխատացնում եւ նոր են որոշել բիզնես աշխարհ մտնել։ Եվ վերջում ասեմ, եթե կցանկանաք մտնել finance բիզնեսի մեջ, որի մեջ ես եմ, նույնպես կապնվեք ինձ հետ եւ ես կասեմ ինչու այս բիզնեսը ամենալավագույն բիզնեսներից մեկն է։ Մայիս Կարիբյան հետևիր իմ էջին եւ կհանդիպենք մյուս անգամ։ Stay tuned.